Բարի երեկո բարեկամներ, այսօր Քարաոնչայագիտական կենտրոնի թվով 67-րդ հանդիպումն է և ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր հյուրն է, մեր բանախոսն է աշխարհագրագետ, քարտեզագետ Կիլիկյան Նավի բոցման, Ատլաս հայաստանյաց աշխարհի գրքի հեղինակ Գրիգոր Բեգլարյանը։ Մեր այսօրվա թեման է հայ ազգային ինքնությունը և հայոց տեղանունների աղավաղումը ողջ աշխարհի կողմից։ Հարցերը ինչպես միշտ վերջում և ես ուզում եմ խնդրել, որ այսուհետ հարց տվողները նույնպես ներկայանան անուն, ազգանուն և մասնագիտություն։ Մի փոքր ներածական խոսքով շումերագետ Արմեն Դավթյանը։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ես ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք և այսպիսի գեղեցիկ գիտնականի առիթով մեզանում երկու կարևոր բան ասեմ, շատ բան կա ասելու, երկու կարևոր իմ կարծիքով կարևոր բան կա։ Մեկը այն է, որ աշխարհում հեղափոխական իրավիճակներ են ելնում, դա կապված է օրինակ տպագրության գյուտը հեղափոխություն էր։ Հատ արտագրվող ձեռագիրը մեկ է սկսեցին մասսայական հազարներով տպել։ Մինչև այդ, ասենք, գրի գյուտը մեզանում, Մաշտոցը դպրոցներ ստեղծեց եւ այլն, ամեն անգամ մեծ կարևոր դարակազմիկ հեղափոխություն առնում։ Այսօր մարդկությունը եւ մենք մի հատ նոր հեղափոխության առաջ ենք, այս թվայնացում եւ այլն եւ այլն։ Սա բոլոր նախորդ մարտահրավերներին մենք ոնց որ թե նորմալ արձագանքել ենք։ Այս իմաստով ամենամեծ գործը իմ կարծիքով ամենադժվար ու ամենածանր ու ամենաֆանտաստիկ մեծ գործը Մխիթարյաններն են արել, երբ որ տերմինոլոգիա էր ստեղծվում, բժշկական, բուսաբանական, աշխարհագրական, աստղագիտական եւ այլն, մաթեմատիկական։ Այսօր մենք իբրև հասարակություն պարտավոր ենք այս նոր քննությունը բռնել, ցավոք սրտի այն ինչ-որ կոպիտ ասեմ, կարող է շատ հավակնոտ ու անհամեստ թվա, բայց այդ է մեր վիճակը։ Մենք պետք է անենք քիչ ուժերով են, ինչ-որ արել է իր ժամանակի Մխիթարյան միաբանները։ Այն հեղափոխության ժամանակ պետք է անենք, ինչքան կարենանք պետք է անենք։ Եվ ամեն մարդ մի ինստիտուտի, մեկ-երկու ինստիտուտի գործ պետք է անի։ Մանավանդ այն դեպքում, երբ որ այսօր արդեն տարբեր գիտակարգեր, դիսցիպլիններ պետք է իրար հետ աշխատեն։ Այնպես որ մեկը պատմաբան է ու վերջ, մեկը լեզվաբան է ու վերջ, մեկը աստղագետ է ու վերջ, մեկը հնագետ է, տես չի, արդեն պետք է իրար հետ խոսացվելով այդ ամեն ինչը արվի։ Այս իմաստով, այս ինչի եմ այս ամբողջը ասում։ Այս իմաստով այն ինչ որ անում է Գրիգոր Բեգլարյանը ունի այդ ամենակարևոր մեծ գործի շատ կարևոր մի բաղադրիչն է սա։ Եվ իր դերը, իր այն ինչ որ ինքը անում է, այդքան կարևոր է ու անում է մենակ։ Իհարկե ժամանակին մենք գիտենք եւ շատ շնորհակալ ենք կոլեկտիվ խումբ աշխատեց Հայաստանը եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, որը մեծ գործ էր, լավ հիմք էր, բայց այսօր ժամանակները փոխվում են, ավելին պետք է արվի, ու այս ամեն ինչը նաեւ պետք է թվայնացվի։ Ու այս ամեն ինչը նաեւ պետք է մեր եղած ժառանգությունը մենակ մատյանները չեն։ Մեր եղած ժառանգությունը մեր երկրի ամեն մի գյուղի, առվի, ծառի անունը պատմությունը, ժառանգությունը, լեզվաբանությունը, աշխարհագրությունը, ամեն ինչը, մեր կենսագրությունն է։ Ու այս գործը ոնց որ թե մենակ, դա Աստված մենակ չլնես, բայց ես արդեն այս տարիքում արդեն գիտեմ, որ անհույս է, մենակ ես։ Ինչ գործ ուզում ես արա, եթե գործ ես անում, մենակ ես։ Ես ուրախ եմ, որ Գրիգորին տեսնում ենք մարտականորեն տրամադրված գործի մեջ, եռանդով ու հավակնոտ պլաններով,
ուրախ եմ եւ բոլորից մաղթում եմ, որ հետարքիր հաստատ գեն, հետարքիր զեկուցում լինելու։ Հա, չես ունես։ Վերջ հասկսեմ։ Ինչ պետք է ասեմ։ Հայոց տեղանունների մասին ենք խոսելու այսօր, հայոց տեղանվանաստեղծության սկզբունքների մասին եւ հայոց տեղանվանագողությունների մասին, որոնք որ որքան որ հայերենն է իր պատմությունը հաշվում, նույնքան հայոց տեղանուններն են հաշվում եւ նույնքան էլ իրենց գողությունը։ Եվ սկզբից գուցե հին ազգերի կողմից, հետո թուրքեր, պարսիկներ, քրդեր, իսկ այսօր ես համարում եմ, որ ամբողջ աշխարհն է գողանում հայկական տեղանունները։ Եվ ռուսներն են գողանում, եւ անգլախոս, անգլալեզու ժողովուրդները, եւ ռոմանա, գերմանական լեզուները, բոլորը։ Երկու բառով ես նախաբանեմ այսպես ելույթս, որպեսզի սկզբունքներս ավելի պարզ դառնան եւ ավելի ընկալելի լինի հետագա եզրակացություններս։ Ես համարում եմ ապացուցված փաստ գիտական աշխարհում եւ գիտնականների հասարակական միջավայրում ապացուցված փաստ է, որ հայերը աշխարհիս եթե ոչ ամենա, ապա ամենահին ազգերից մեկն են։ Հայերենը աշխարհիս եթե ոչ այն մայր լեզուն է, որի մասին խոսում է ամբողջ լեզվաբանական միջավայրը, եթե ոչ նա է, ապա նրա անմիջական ճյուղերից մեկն է եւ անմիջական առաջին լեզուներից մեկն է այս մոլորակի։ Բնականաբար հայերի ժողովուրդ լինելը եւ որպես ժողովուրդ ինչ որ մի բան ստեղծելը, իսկ տեղանունն էլ է ստեղծագործություն ժողովրդի, առնվազն ամենահիներից մեկն են աշխարհում։ Դա իմ համար փաստ է, դա իմ համար անժխտելի է եւ ես եւ բանավեճերի ժամանակ եւ ելույթների ժամանակ եւ գրքերում չեմ ուզում անդրադառնամ դրա ապացուցելու ուրեմն վրա եւ ժամանակ կորցնեմ եւ ասենք ինչ որ մի բան կորցնեմ դրա ապացուցելու վրա եթե ինչ որ մի միջավայր գիտական իհարկե ես ոչ չեմ ասում ամբողջների մասին եթե ինչ որ մի միջավայր դա չի ընդունում դե մարդիկ կան ասում են երկիրը տափակ է մինչև հիմա իսկ ով որ ընդունում է իրեն պետք չի ոչ մի բան բացատրել եւ ապացուցել իր հետ պարզապես պետք է խոսել ինչ որ կոմա բացահայտումների մասին ինչ որ մի բան ինքը քեզ կարող է հուշի ինչ որ միտեղ կարող է վիճել բայց ոնց որ ռուսներն են ասում на одной волне գտնվում եք նույն ալիքի վրա այսպես ասած դրանից եմ ես միշտ ելել իմ ասենք աշխատություններում եւ դրա վրա եմ բանանում հիմնվում իմ եզրակացություններում հիմա ինչ վերաբերում է բուն հայոց տեղանունների ինքնության մասին ես վերջում բան կանեմ էլի ասենք հայոց ինքնությունը վերջում կեզրակացնեմ ինչ վերաբերում է հայոց տեղանունների ուրեմն աղավաղման եւ գողության մասին երեք ես այսպես եմ համարում երեք խումբ կա այսպես ասած գողանալու եւ ուրեմն աղավաղելու առաջինը պարզապես աղավաղվում է բուն տեղանունը այսինքն ինչ լեզվաբանական կամ առոգանական կամ դրան գումարած իմաստային փոփոխություններ մեկ տարի մեկ հնչյունի եւ այլն բերում են տեղանվան աղավաղմանը եւ ինքը սկսում է ընկալվել արդեն ամբողջ աշխարհի կողմից իսկ վերջում դժբախտաբար նաեւ հայերիս կողմից ինքը սկսում է ընկալվել ոչ ճիշտ ուրեմն բանից կողմից եւ բնականաբար հետը բերել ոչ ճիշտ եզրակացություններ ես համարում եմ ամենախոսուն ուրեմն ապացույցները դրա երկու հնագույն տեղանուն հայկական որոնք որ
աղավաղվել են մոտավորապես երևի մի 8000 տարի առաջ։ Հիմա չգիտեմ առաջինը ովքեր էին, հա, աքադներն էին կամ բաբելոնացի կոչվածներն էին, այդ նույնն ինչ որ ասենք ազգություն ասելիս ասես բան նովգորոդցի, գյումրեցի, այդ ժողովուրդները բոլորը նույն արմատը ունեն եւ նույն հայկական սերուսկներն են, այսպես ասած։ Հիմա կա մի գետ, որը հայոց աշխարհի մեծ, ամենաերկար, ամենահայտնի եւ ամենակարկառուն գետերից մեկն է, եւ որը այսօր ամբողջ աշխարհը ու հայերն էլ հետը կոչում ենք Եփրատ։ Որտեղից է գալիս տեղանունը, մոտավորապես լեզվաբանները այն ճիշտն ու սուտը խառնելով, այսպես բան են մի քիչ տեսանելի պրոդուկտ են սարքել, հնագույն լեզուներում, այսինքն աքադերեն կամ չգիտեմ ինչեր են եւ այլն, բաբելոներեն, սեմիտերեն եւ այլն, ես քեզ եմ նայում, որտեվ գետը Եփրատ անունը արմատը պրատն է կամ պուրատու հնագույն ըստ գիտնականների հնագույն տեղանվան հնագույն տարբերակները պուրատու է կամ պրատու կամ պրատ, որը նշանակել է այդ նույն լեզուներում կամ բարբառներում քաղցրահամ ջուր։ Դա ճիշտ է, բայց որտեղից է այդ լեզուները եկել այդ անունը։ Այստեղ արդեն վсё, կամ գիտնականներին չի կարելի փորել ավելի խորը կամ չեն ուզում կամ ինչպես եւ յուրաքանչյուր ճշմարտությունը գիտության մեջ։ Հայկական հայերենում լիքը տեղանուններ կան, հարյուրներով տեղանուններ կան, որոնք որ բնականաբար հնագույն տեղանունները ջրի հետ կապված են, որովհետև մարդը սկսել է ապրել նստակյաց կյանքով ջրի մոտ, առաջին պայմանը ջրի արկայությունն է։ Ջուրը գետ է, ծով, լիճ, աղբյուր, ամենակարևոր ջրի տեսակը դա աղբյուրն է։ Եթե գյուղը ունի աղբյուր, ուրեմն գյուղը կունենա կյանք։ Եթե աղբյուրները շատ են, ուրեմն գյուղը եւ կյանքը կլինի աղբրատու, շատ, կենսաբեր, կենսուրախ, ջրառատ եւ այլն եւ այլն։ Աղբրատու գետը բնականաբար, ասենք յուրաքանչյուր գետն էլ աղբրատու է, չէ՞, աղբյուրն է իրան կյանք տալիս։ Կոնկրետ Եփրատը, ընդ որում Եփրատի մասին է խոսքը, ոչ թե Արածանի մասին, որտեղ Արածանին գիտնականներից ոմանք արևմտյան Եփրատ են անվանում, որը ըստ իս սխալ է։ Արևելյան ներողություն, որը ըստ իս սխալ է։ Եփրատ գետը սկսվում է Էրզրումից մի քիչ դեպի հյուսիս-արևելք, դեպի հյուսիս-արևմուտք, բարձր հայքի ճանապարհի լեռներից, ուրեմն մոտավորապես 40-ից 60 հատ աղբյուր է, որ իրեն ուրեմն կյանք է տալիս։ Այդ Կարասու գետն է թուրքերի կողմից կոչված, որը հետո տեղացի հայերը բնականաբար պարզապես թարգմանել են հետ, դարձրել են Սև ջուր, բայց որն է իրական Եփրատը։ Խաչափայտ լեռն է այնտեղ եւ այդ խաչափայտ լեռան լանջերում չեմ հիշում հիմա 40-ից 60 աղբյուր։ Այսինքն հայերը իրենց լեռնաշխարհի, իրենց աշխարհի ամենա ջրառատ եւ քաղցրահամ գետը, յուրաքանչյուր գետն էլ քաղցրահամ է, անվանել են ի սկզբանե աղբրատու, այսինքն աղբյուրներից ստացված, հա, աղբյուրներից տրված գետ։ Եվ այդ աղբրատու գետը շատ դեպքերում նույնիսկ հայկական բարբառներում աղը սղվում է որպես նախածանցը։ Սղվում է, մտնում է բրատու։ Ղարաբաղում, այսօր ասեմ, հիմա չգիտեմ ինչպես են վերանվանում կամ ինչպես են անվանում այդ գյուղը, բրաջուր գյուղ կա։
հյուսիսային Արցախում։ Բրաջուր, աղբրաջուր գյուղն է, որը սղվել է, դարձել է բրաջուր։ 26 կոմիսարների անվան էին սովետական շրջանում կոչում, հիմա չգիտեմ ինչպես են կոչում։ Այսինքն դա էլ է որպես օրենք հայկական տեղանվանաստեղծության մեջ դա գոյություն ունի, սղումը, եւ ոչ միայն բառասկզբում։ Բառամիջում էլ, ասենք, սղվում են որոշ հնչյուններ եւ այլն, կամ սղվում է, գցվում է վերջացանցը եւ այլն։ Ինչ է ստացվում, աղբրատու գետը բրատու գետն է, հայերեն։ Բրատու անունը հայերենից անցել է մնացած սեմիտական, աքադական, բաբելոնական եւ այլ բարբառներում պուրատու ձևով։ Պուրատուն հետագայում պարսիկների, արաբների, թուրքերի ուրեմն լեզուներում դարձել է ֆիրատ, ֆյուրատ, ֆուրատ։ Թուրքերը հիմա ֆրատ են ասում։ Արաբներից կամ նույն թուրքերից այդ ա կամ ե հնչյունը ավելացնելը ֆրատ, աֆրատ, ֆրատ, եփրատ եւ դառնում է ուրեմն եֆրատ ռուսերեն, անգլիական լեզուներում եւ այլն եւ հայերը չիմանալով, չուզենալով փորփրել, չուզենալով ելնել այն մի պարզ ճշմարտությունից, որ ինչպես Արմենն ասել, յուրաքանչյուր քար այս անտեր հողում մենք ենք անունը դրել։ Մեզանից առաջ այդտեղ մենակ աստվածներն էին։ Ու հայերս չուզենալով դրա մասին անգամ մտածել, եփրատ, հայերենում եփրատ։ Այդ մի ուրեմն այսպիսի օրինակ։ Երկրորդ օրինակը, որ ասենք, գիտեք ինչ կար, բնականաբար քրիստոնեությունը երբ որ եկել է սկսել է տիրել հայկական լեռնաշխարհում, բնականաբար քրիստոնեությունը պետք է ջնջեր կամ ոչնչացներ նախորդ պատմությունը եւ դրա չհաջողման դեպքերում բերեր մոտիկացներ իրեն կամ ուրեմն ձուլեր իրեն մնացածը։ Հայագիտության մի մեծ հատված զանգված, այսպես ասած, կարծրանում է այդ շրջանակների մեջ, որ ամենահինը մերը այդ 2000 տարեկան տեղանունն է, քրիստոնեության ամենաառաջին դարերից եկած։ Չնայած ոչ ամենահին հայկական տեղանունները 8, 9, 10, 12 հազար պատմություն ունեն։ Այդ մեկ, եւ երկրորդն էլ Պիոտրովսկու ուրեմն թեթև ձեռքից, այս Ուրարտուն, այս ձեզ, դրանից դեն չգնաք, վերջ։ Այդ էլ սովետական ուրեմն հայագիտության կարծրատիպներ, որից չէր կարելի բան անել։ Դրա համար օրինակ մեր մայրաքաղաքի անվանումը շատերը, եթե ոչ 90%-ը կապում են կամ Նոյի հետ, ուրեմն այդ լեգենդի հետ, որ երևաց, կամ ինչ որ շատ ավելի ուշադրությանը չարժանի ինչ որ վարկածների հետ։ Ըստ իս Երևան բառը ամենահին հայկական տեղանուններից է։ Երևան քաղաքը չի սկսվում բացարձակ Էրեբունիից, դժբախտաբար Սևակի երգը պետք է հակառակ լինի, էլի։ Էրեբունի դարձած իմ Երևան։ Արինբերդից առնվազն, եթե ոչ ավելի հնից, եւ ըստ իս այդ մնացորդն է շատ ավելի պարզ եւ շատ ավելի հին եւ շատ ավելի սիրուն տեղանվան, Արևբան։ Այսինքն արևատուր քաղաք, արևի ծնված քաղաք, արևից ծնված քաղաք։ Եվ այդ Արևբանը կամ Արևբանոսը էլի շատ բաներ ունի, զուգահեռներ ունի տեղանունների մեջ։ Թեկուզ օրինակ մենք չհասցրեցինք հարավային Արցախում կար մի գյուղ, որը կոչվում էր Ռաբենդ Ադրբեջանում, հիմա էլ երևի։ Այնինչ Երվանդավան գյուղն է, Երվանդ, Ռաբենդ աղավաղումով։ Իսկ այդ Երվանդը հենց նույն Երևան բառն է, որը որ ըստ իս էլի Արևբանոս
բառերից, եզրույթից պետք է գա։ Ես մի ներողությամբ այսպիսի բան ասեմ, ես շատ տեղանուններ, պարզապես հələ որ այն որ բանը ոնց է անում, սկուլպտորը ոնց է անում, ասենք, ինչ որ մի բան է մշակում, մինչև իր միտքը գա հասնի, դնում է միտեղ, մի սեղանի վրա։ Հիմա ես այս ատլասս որ անում եմ, պետք է անպայման վերջացնեմ, ուզում եմ անպայման երկրորդ հատորը վերջացնեմ, նոր արդեն խորանամ այսպես տեղանվանա կազմության և տեղանվանաստեղծության այդ հարցերի մեջ։ Դրա համար մեկ-մեկ մտքերս գուցե և հում թվան, բայց խոստանում եմ, որ ես դրանց դեռ կանդրադառնամ շատ ավելի խորը և լրջորեն։ Համենայն դեպս գիտական, այսպես ասած, գիտության լեզվով ասված, իմ վարկածները ունեն զուգահեռներ, մեկ-մեկ շատ թվով, ասենք, մեկ-մեկ թվով, մեկ-մեկ հարյուրավոր զուգահեռականներ ունեն։ Խոսքը հայկական տեղանունների մասին է, եթե ես այս մի տեղանվան մասին ինչ-որ մի եզրակացություն եմ անում, ես ունեմ հայկական տեղանունների մեջ մի քանի առնվազն տասնյակ կամ 100 զուգահեռականներ։ Եվ երկրորդը դա լեզվաբանության այդ մի տեսակ էլի գիտնականների կողմից մի քիչ ոնց որ ուշադրությանը չարժանացած մի օրենք է, որ ինչքան ավելի հին բաներից ենք խոսում, պատմություն, հնագիտություն, լեզվաբանություն, անվանագիտություն և տեղանվանագիտություն, այնքան ավելի վարկածային է դառնում գիտական ճշմարտությունը և այնքան ավելի շատ ավելի դժվարանում է իր ապացույց գտնելը կամ ապացուցելը։ Հիմա նույն ուրհան պեղում են արդեն երևի 10 տարի է պեղում են, չէ, գերմանացիները թուրքերի աջակցությամբ։ Պորտասար բնակավայրն է, որը Գյոբեկլի թեփե թուրքերեն պարզապես թարգմանությունն է։ Այդ պորտասարը շատ մեծ բան ունի, ասենք, հայկական հայերենում և հայկական տեղանուններում և զուգահեռականներ ունի, և պատմություններ ունի, և առասպելներ ունի, որ զուգակցվում են իր պատմության հետ, Գորիսի ճանապարհին պորտաքար կա մի հատ, և այլն, և այլն։ Ամենատարածված վարկածը առասպելական, դա չբեր կանանց այդ քարին մոտենալն է և հղիանալու հնարավորություն ունենալն է, օրինակ։ Այդ տենց մի հատ քնարական ձևում, որ գուցե և մեկ-մեկ իմ եզրակացությունները թվան շինծու կամ թվան անապացույց, բայց այդպիսի բան, այդպիսի արդարացումներ ունեմ։ Հետագայում, երբ որ արդեն պատմության այդ բեմահարթակին ի հայտ են գալիս այս քրդերը, արաբները, պարսիկները, թուրքերը, այդ աղավաղումը հայկական անունների արդեն իրենց լեզուների և բարբարների և առոգանության ուրեմն խնդիրն է դառնում։ Տեսեք, թուրքերը շատ դժվարությամբ են տարանջատում իրենց բառերի մեջ և իրենց խոսքի մեջ վանկերը և առանձին հնչյունները։ Իրենք շատ են փափկացնում և ավելացնում են հիմնականում սկզբից ավելացնում են ա հնչյունը կամ է հնչյունը։ Օրինակ, Արծն քաղաք ունեինք մենք հայկական լեռնաշխարհում, երկու հատ։ Մեկը Արծն էր, որը բարձր հայքում է գտնվում, մեկը Արծն էր, որը գտնվում է Սասունի ցածրադիր գոտում։ Այն Սասունի Արծնը քրդերի բարբարով և քրդերի ուրեմն առոգանությամբ դարձել է Արզան կամ Հարզան կամ Խարզան։ Հայերն էլ
դարերով ապրելով, ասենք, հա, քրդերի հետ միասին Սասունում հատկապես շատ է խառնվում հայկական եւ քրդական անունները, արմատները, իմաստները եւ այլն։ Սկսել են սրան ասել խարզան կամ հարզան։ Իսկ այս արծնը, երբ որ Հայաստանը կիսվել է Բյուզանդիայի այո եւ Պարսկաստանի միջև առաջին անգամ, քանի որ բյուզանդական մասում է մնացել, արաբներն ու պարսիկները ու քրդերը հետագայում ու թուրքերը էլ հետագայում սկսել են ասել, որ սա արծն ռումն է, այսինքն Բյուզանդիայի դե ռոմեացիների ռում բաներինն է, ռոմեացիների արծնն է, արծն ար ռում արաբերեն, թուրքերենում ի վերջո դարձավ արզրում կամ էրզրում։ Այսինքն նույնիսկ աղավաղված անվան իմաստի մեջ, բառի մեջ, արմատը հայկականն է, արմատը հայերենն է։ Պարզապես դրա մասին ասենք քչերը գիտեն կամ քչերը ուշադրություն են դարձնում կամ քչերը ուզում են ուշադրություն դարձնել։ Նույն ուրեմն բանը, նույն աղավաղման բանը, գիծը ունի մեկ այլ շատ հոյակապ հին, փառավոր քաղաք, որը մենք Այասի բերումով շատ ենք դրան առնչվել, նույնիսկ կաթողիկոսանիստ քաղաք էր մի ժամանակ, Հռոմկլան, Կիլիկիո Հռոմկլան, չպատմեմ, չասեմ ինչա։ Հիմա, ոնց են բացատրում դա, շատ հեշտ ու հանգիստ, Հռոմկալա, Հռոմկլա, Հռոմկալա, դե հայերն էլ, Հռոմկլա։ Այսինքն հռոմեացիների բերդ, ռոմեյների բերդ։ Ուրեմն, խեթական աղբյուրներից մեկում մի քաղաք է հիշատակվում Եփրատի ափին։ Հա, ընդ որում ասեմ, Հռոմկլան, ինչպես գիտեք, Եփրատի այն մի համարյա չեմ ուզում բառը հələ որ օգտագործեմ, ռուսերեն ասեմ, մյորտվայ պետլայա համարյա անում գետը։ Իջնելով լեռներից, արդեն սկսում է ուրեմն ոլորապտույտ ասենք հոսել։ Եվ ամենայն մեծ ոլորանի ուրեմն այդ կիսակ կղզիակում, թերակղզիակում Հռոմկլանա։ Ուրեմն խեթական աղբյուրներում Եփրատի ափին հիշատակվում է հայկական Գալարումա քաղաք։ Այսինքն Եփրատի առաջին իսկական գալարման տեղում գալարում ու աղբյուրներում գալարումայա, բայց դա ինձ թվում է էական նշանակություն չունի։ Գալարում քաղաքն է գտնվել, հայկական հնագույն քաղաք, որը վանկերի ուրեմն տեղափոխության իրար ոնց է ռակիրովկայի ուրեմն օրենքով դառնում է ռում գալա։ Ռում գալան արաբները, թուրքերը եւ այլն գալա բառը իմանալով որպես բան ամրոց իմաստավորում են որպես հռոմեական ամրոց։ Այնինչ գալարում հնագույն հայկական բառն է։ Էլ չասեմ, որ կալաբառն էլ է հայերեն։ Կալաբառն էլ է քաղաք բառից առաջացել եւ այդ ամրոց կոչվածը այդ լեզուներում քաղաք բառից է առաջացել։ Էդ էլ այդ մյուսը։ Հիմա ինձ շատ են ասել, ես սովորություն ունեմ խոսքիս մեջ օգտագործել Զանգեզուր եւ Ղարաբաղ տեղանունները։ Որովհետեւ նախ, ուրեմն, լավ, սկզբից սկսեմ։ Բնականաբար օպոնենտներս նկատողություն են անում, որ թուրքերեն բառեր ես օգտագործում։ Ուրեմն ոչ մի թուրքերեն հոտ չկա այս բառերի մեջ։ Արցախը դա մեծ հայքի շրջանում արդեն տեղ գտած տեղանուն է, որը մոտավորապես առաջին դարից սկսած կամ գուցե թվարկությունների եւ իմաստն էլ համարյա նույնն է։ Հիմա Ղարաբաղի իմաստը որն է։ Այս Թոմաս Վալի հերն եմ անիծել, այդ Սևայգի բանը մտցրել է ու հիմա սաղ ամբողջ մոլորակը դա է հոլովում։ Ղարաբաղ
հին հայերենում, վաղնջական հայերենում, չասեմ գրաբարում, խառան նշանակում էր շատ։ Բագ նշանակում էր բագին, աստված, տաճար, մեհյան եւ այլն եւ այլն։ Խառաբագ նշանակել է շատ տաճարներ, այսինքն շատ մեհյաններ ունեցող միայն Արցախ Ղարաբաղում 3 հատ Տիգրանակերտ կար։ Շատ տաճարներ ունեցող վայր, գավառ, շատ բագիններ ունեցող։ Նույն իմաստը կրում է օրինակ Ղափանի Բախ գավառի բանը, ստուգաբանությունը։ Բախ, այսինքն բաղեր, բագեր, բագինք։ Բագինք 7 փորակյան, մենք ունենք 2 հատ հենց Արևելյան Հայաստանում, մեկը Պարսկա Հայաստանում, մեկն էլ Փայտակարանում։ Իմիջիալից 2-ի տեղն էլ գտել եմ, լոկալիզացրել եմ, այսպես ասած։ 7 փորակյան։ 7 փորակյան բաղնիկ։ Փայտակարանինը օրինակ, մինչև հիմա տակի գյուղը կոչվում է Եդդիբուլախ։ Եդդիբուլախ նշանակում է 7 աղբյուր։ Այսինքն Ղարաբաղ նշանակում է շատ բագիններ, այսինքն աստվածաշատ, աստվածատուր տեղ։ Եվ նաև ասենք ժողովրդի, ասենք հարգանքի շատ բագիններ կառուցած, մեհյաններ կառուցած եւ այլն։ Իմիջիալոց դրա ապացուցելու համար մի հատ էլ հետաքրքիր բան կա։ Արճակ լճի ափին գտնվում է շատ հին հայկական գյուղ Խառակոնիս։ Եթե չեմ սխալվում, Նայիրի Զարյանի ծննդավայրն է։ Խառակոնիսը։ Ուրեմն Խառակոնիսը այսօր թուրքերը կոչում են, ուշադիր լսեք, Ղարագյունդուզ։ Այսինքն իրանք ոչ մի բան չեն փոխել։ Բայց արդեն լրիվ ուրիշ իմաստ է ստացվում։ Այ թուրքերենի եւ արաբերենի, քրդերենի եւ այլն, պարսկերենի նույնիսկ, ասենք իրենք պարսիկները լիքը այսօր Պարսկաստանում լիքը դաստակերտ ունեն։ Պարզապես այդ դաստակերտներին կոչում են դաստջերտ։ Ու արդեն հայերենի հետ չես կապի կամ չես լսի անգամ։ Ինչ էի ուզում ասեի, հա, Զանգեզուրը։ Զանգեզուրն էլ ուրեմն այսպես կոչված բան կա, չէ, ժողովրդական ստուգաբանություն։ Երբ որ գյուղացին չգիտի, ինչը ինչոց է, փորձում է ինչ-որ պլատֆորմ դնել տակը, հա, տեղանունների։ Ասենք Զանգիզուր, Զանգեզոր, որ ասենք ու մի 120 հատ վանք իրար հետ կռվ են անում, թե այդ մեր զանգերն էին զոր, մեր զանգերն էին իզուր եւ այլն եւ այլն։ Այնինչ շատ պարզ կոնկրետ մի հատ ստուգաբանություն կա, Ծակեձոր։ Լիքը ոչ մեկ չի ժխտի, Զանգեզուրը այդ քարանձավը ամենաշատ տեղն է, գավառն է, Արևելյան Հայաստանի։ Ձագեձոր, Ծակեձորը Ձագեձոր, Ձագեձորից Զանգեձոր, Զանգեզուր։ Իսկ Ձորզուրը դա Նախիջևանցու, Գողթանցու, Ղարաբաղցու, Սյունիքցու, Գորիսեցու բարբարի օրենքն է։ Ձորը շատ անգամ դառնում է զուր։ Եվ թուրքերն էլ օգտագործել են դա։ Այ մի բան, այստեղ մի բան ասեմ, հա, Շահան Նաթալին իր այդ գրքում շատ հետաքրքիր բան ա գրել, որ հերիք է նայենք թուրքին մեր բարձր զանգակատանից եւ բան անենք էլի, փնովենք, ասենք, այ մարդ մենք հայերս, իսկ իրանք թուրքերից շատ բան ունենք սովորելու ու ամենակարևորը ըստիս, այդ մարդիկ 0 տեղից կառուցել են աշխարհի 10-րդ պետությունը իր հզորությամբ։ 0 տեղից, կեսը վերցնելով հայերից, կեսը վերցնելով հույներից։ Այստեղ ճիշտ է, իհարկե, ռուսների օգնությամբ, բոլշևիկների օգնությամբ սարքել են հզոր մի հատ պոլիգոն, որը այսօր դարձել է հզոր պետություն։ Թե ինչի օգնությամբ, այդ արդեն երկրորդական հարցն է։ Այդ թուրքերից մենք դա պետք է սովորենք։ Իրենք ամենաառաջին հերթին մտածում են իրենց ազգի, իրենց պետության եւ իրենց իդեոլոգիայի եւ նպատակների շահերի մասին։
Մենք հայերս, ես անգամ չգիտեմ առաջին, երրորդ հերթին ինչի մասին ենք մտածում։ Մենք չենք մտածում մեր պետության հզորացման մասին, մենք չենք մտածում մեր լեզվի հզորացման, տարածման եւ մաքրման եւ ասենք ի վերջո ինչի ոչ իշխման մասին ամբողջ աշխարհով մեկ։ Ախր առանց էլ հայերենը իշխում է։ Անգլերեն քանի բառ ասենք, որ հայերեն բաներ ունեն, սկյուր, դուր, կով, եւ այլն, սպունգ, ստամոքս, ռուսերեն քանի բառ ասենք, ռուսերեն հսկայական Սիբիր, ուրեմն բանը, գավառ ասեմ, աշխարհ ասեմ, հա, հսկայական, որը արդեն ռուսներն էլ են հասկանում, որ իրենց պատմությունը սկսվել է ոչ թե ռյուրիկներից, ոչ էլ վիկինգներից, այլ սկսվել է Սիբիրում։ Շատ հին սլավոնական ռուսական անուն կա, Սևեր բանով, շեշտով երկրորդի վրա։ Այդ Սիբիրի բանն է, որտեղից է գալիս, ոչ մեկ չի մտածում, ռուսները չգիտեմ ինչ են մտածում, ի վերջո մի հատ թուրքական արմատ կգտնեն մեջը։ Ռուսներին էլ հաց մի տուր թուրքական արմատ գտնեն իրանց լեզվի մեջ։ Սևր բառը, որը Փարիզում էլ Արվարձան որպես տեղ գտավ, Սևրու ուրեմն բանով, տարբերակով 100-ից ավելի անգամ հանդիպում է հայկական լեռնաշխարհում։ Թուրքերը աղավաղեցին դարձրեցին Սիվրի։ Սիվրին էլ թուրքերեն բանն է, ոնց որ սրածայր լեռ, պիկ ռուսերեն, հա։ Բայց այդ Սիվրին գալիս է Սևրու բառից։ Հիմա ես ճիշտն ասած ռիսկ չեմ անի իմ բոլոր մտքերը այսօր արտահայտեմ այդ Սևրու տեղանվան մասին, միայն կասեմ, որ դա 100%-անոց հայկական տեղանուն է, որի մասին ես խոսք եմ տալիս շատ ավելի խորը անդրադառնալ, որովհետև հələ որ ձեռք չեմ տվել։ Ես մի քանի տեղանուններ կան, որ վախենում եմ հələ որ ձեռք տամ, որովհետև այնքան տակը բան եմ զգում, էներգետիկա եմ զգում, որ ասում եմ, չէ, ես պետք է լուրջ սրան վերաբերվել, սենց չի կարելի էլի բան անել։ Հիմա երկրորդ մոմենտը արդեն անց է, էլի ռուսների եւ այլոց կողմից աղավաղումն է հայկական տեղանունների։ Ինչու՞մն է դա մի քիչ ավելի քողարկված, մի քիչ ավելի մեղմացված, բայց մեկը աղավաղում է։ Եվ այդ աղավաղումը ի վերջո բերում է նույն նպատակի, ինչ որ թուրքերն են աղավաղում։ Այսինքն հայկական անունը եւ հետեւապես հայկական իմաստը այդ բառից հանել եւ տեղը դնել մեկ ուրիշը։ Հա, մինչեւ դա անցնելը մի հատ էլ մի բան ասենք թուրքերի մոտ շատ գյուղեր վերջավորություն ունեն լու կամ լ, ռուսերեն ըյով, հայերեն ըյով, հա։ Նույն ասենք Վանք գյուղը Ղարաբաղի, իրանք չեն երկար բարակ մտածել, Վանքլու են ասում։ Կամ ասենք ինչ որ մի գյուղը մի հատ լու են ավելացնում, վերջ դառավ թուրքերեն։ Ոչ մեկ չի մտածում, որ այդ լուն ղու նախնական հնչողություն եւ տարբերակ կարող է ունենալ, որը Լազար Ղազար շատ հայտնի բանն է, հա, ոնց են ասում, հա, փոփոխում իր, հա, այդ տարերի։ Ուրեմն այդ ղուն ըստ իս դա մնացորդն է այն տարածքի ուրեմն վերջացանցին, որ ասենք այսինչ բնակավայրը վերագրվում է այսինչ տարածքին։ Օրինակ, Նորավանքը մեր բանի Վայոց ձորի ինքը կողքը մի հատ ամաղու նորավանք, ասենք բանի նորավանքից տարբերելու համար Սիսյանի բղենո նորավանքից տարբերելու, սա կոչվում է ամաղու նորավանք։ Այդ ամաղուն վաղուց լքված է, թե չէ թուրքերը դրան էլ ամալու կդարձնեին կամ չգիտեմ ինչ։ Ղափանի կողքը, Կապանի ներողություն կողքը, Արվարձան է կարծեմ նույնիսկ մտել է քաղաքի շրջագծի մեջ, Աչաղլու թուրքերի ասած։
Իսկական ճիշտ հայերենը հինը աչաղունն է։ Այդ ղուն ի վերջո նաև չէ, այդ է ուզում ասել, ղուն ի վերջո դառնում է լու կամ լ։ Պարզապես տեսեք ինչ է ստացվում։ Ղուն նույնիսկ եթե այսօր լեզվաբանները ընդունեն, որ սկզբնաձևը ղուն էր, այդ ղուն ոչ մեկ չի կապում հայերենի հետ, բայց լուն բոլորը կապում են թուրքերենի հետ։ Այ իրանց ու մեր տարբերությունը դրանում է։ Իրանք կարողանում են, չգիտեմ, ստիպել, համոզել աշխարհին, որ սա, որը որ ոչ մի բան է, մերն է, թուրքականն է, վերջ։ Ինչպես ջեզվեն, ինչպես յաթաղանը, ինչպես համամը եւ այլն եւ այլն։ Մյուսը գյոլ բառը կամ գյուլ բառը։ Նու մեկ-մեկ գյոլը նշանակում է նաեւ լիճ թուրքերենում։ Բայց շատ դեպքերում գյուլ կամ գյոլ վերջավորությունը նշանակում է գյուղ, հայերենի գյուղն է, որը իրենք պարզապես տառադարձությամբ չկարողացան, առոգանությամբ չեն կարողանում արտասանել եւ դառը Աբբաս գյուղ հայտնի բանն է այդ Գայլատու լճի ամենահայտնի լեռնանցքն է հայկական պարի, որի քոքին այդ Աբբաս գյուղն էր։ Նու մինչև 17 թիվը հայաբնակ էր, հայկական էր։ Ու հայերն էլ էին ասում ախր Աբբաս գյուղ։ Ու գտել են կողքը, բնականաբար դե Հայաստանում որտեղ որ տեսնես մի հատ փուչուրիկ լճակ կգտնես։ Թե բա այս լճակի անունով, չգիտեմ, մի հատ Աբբաս գյուղապետեր այնտեղ ապրում եւ այլն եւ այլն։ Ավազ գյուղը կամ Ավզ գյուղը դառնում է Աբբաս գյուղ։ Եվ այլն այդ թուրքական աղավաղման թուրքերեն կամ նմանատիպ լեզուների աղավաղման թեմային։ Իսկ ռուսների թեման ամենահայտնի եւ ամենացավալի աղավաղումը։ Ռուսերեն էջմիածինը ինչպես է գրվում։ Էջմիածին։ Այդ քանի շիշ արախ պետք է խմես, որ ծնձ դարձնես ռուսերենում։ Իսկ ջն չէ։ Յուրաքանչյուր լուբոյ ուրիշ բնակավայր վերցնես, որտեղ որ ասենք անգլերեն կամ հայերեն ջ է, Ջակարտա, Ջոն եւ այլն եւ այլն։ Ռուսերենում դա տարադրվում է դժ երկբանով, հա, երկհնչմամբ։ Ինչի էջմիածինի ջն դարձավ չ։ Եվ այդ ծի բանը ձին մոտեցնելը ես չեմ հասկանում ինչպես կարելի միայն մտածված որպեսզի ռուսերեն կարդացողը չհասկանա որ սա խոսքը Քրիստոսի կամ իջման կամ ասենք երևման մասին է, հա, ըստ մեր առասպելի ինքը չի իջել, ինքը երևացել է, հա, Գրիգորին երազում։ Օրինակ, կամ ասենք նույն այդ Արմյանը Գրիգորյանսկայա ցերկով։ Այդ ժամանակին հələ ցարական Ռուսաստանում հասկանում էին մարդիկ, որ եթե ապոստոլսկայա բառը կամ ապոստոլ բառը կապես հայերի հետ, շատ հեռու գնացող եզրակացություններ կարան անեն խելոք մարդիկ։ Դրա համար հայկական առաքելական եկեղեցին չի կարելի առաքելական անվանել ռուսերենում։ Ինչը անդեղ Գրիգոր Լուսավորիչնա եղավ, օքեյ, Գրիգորյանսկայա։ Ու երկրորդ, երրորդ դարն է արդեն այդ խառնաշփոթը գալիս է, հարցեր են տալիս, ասում են, իսկ Գրիգորյանսկի կալենդարը ինչ կապ ունի Գրիգորյանսկե եկեղեցու հետ, իսկ ես, իսկ են եւ այլն եւ այլն։ Եվ ամենաէլեմենտարը, մենք ցիվիլ ազգ ենք, մեր քարտեզներում գրում ենք Նյու Յորք, չենք գրում Նոր Յորք, գրում ենք Նիժնի Նովգորոդ, չենք գրում Ներքին Նովգորոդ, բայց ռուսական յուրաքանչյուր քարտեզ վերցրու, գրած է Նիժնեյ Չարդախլու, Նիժնեյ Աչաղլու, Նիժնեյ, այ մարդ, ձեզ ով է իրավունք տվել, մենք ենք իրավունք տվել։ Որ դժվար է ռուսերեն գրել ներքին կամ վերին, դժվար է, որովհետև վերինը դա վերխնի բառի
սկզբնաձևնա, սկզբնարմատնա, ներքինն էլ նիժնիի։ Ես ոչ մի դեպքում հատկապես այսօրվա այս իրողության հետ չեմ ուզում կապ ունենալ եւ հակառուսական ինչ-որ տրամադրություններ ստեղծել կամ բան անել, պատժերժ անել, բայց ռուսների ոնց ասեմ լուման մեր անունների աղավաղման մեջ շատ մեծ է։ Անգլիացիների լուման խեղճ Դանայի պապան մեռավ Աստված լուսահոգ քարահունջ Stonehenge այդ անտերը նույն բառն է հենջ կամ հունջ կամ հոնջ բառ գոյություն չունի անգլերենում գոյություն չունի շեքսպիրյան անգլերենում հին անգլերենում գոյություն չունի նման բառ չկա այդ աղավաղողը ուղակի կամ ձև չի ունեցել կամ հավես չի ունեցել քարը թարգմանել է հունջը չի թարգմանել այդքան բան կամ չի հասկացել ուղակի որովհետև շատ ճիշտ է ճիշտ նկատողություն արեցիք, որտեվ հայերից էլ 90%-ը այսօր այդ հունջը ասում է հնչելու հետ է կապված։ Այնինչ հոնջը դա սալն է։ Քարահոնջը, այսինքն քարասալեր հնչելու հետ կապ չունի կամ փունջի հետ կապ չունի, բացարձակ այդ բառը։ Բարբարային, այո, սալեր, սալապատված ճանապարհը հոնջ է անվանվել։ Համենայն դեպս Սյունիքում։ Եվ ոչ միայն Սյունիքում, Բարձրհայքում էլ քարահունջ ունենք։ Էլի հիմա չեմ հիշում, քարահունջները շատ են Հայաստանում։ Մենակ այս քարահունջը չի։ Այդ Stonehenge-ի հետ կապված։ Southampton, Northampton ոչ մեկի մտքով չի անցնի, որ սա տուն բառն է։ Ես չեմ ուզում հիմա խորանամ, Southampton, ներողություն, տվյալ դեպքում կխորանամ, բայց չեմ ուզում մնացած անգլերեն տեղանուններում, որոնք թոնով են վերջանում, խորանամ, թե դրանք ինչ են նշանակում։ Իմ համար կարևորն է, որ սա տունն է։ Եվ այս նույնն է Հայաստան բառը շատերը էլի քննադատելով ասում են մի օգտագործեք, դա պարսկական արմատ ունի, ստանը պարսկերեն արմատ է։ Ստանը պարսկերեն արմատ է դարձել բոլորի համար։ Բայց ի սկզբանե վաղնջագույն անտեր հայերենի մեջ պարսից տուն, պարսից տան, ռուսաց տուն, ռուսաց տան, ֆրանգի տուն, ֆրանգստան Եվ այլն, էսա ճանապարհը այդ տեղանվան։ Նույնը այդ թոնթունն է։ Իսկ Southampton, Northampton այդ առհասարակ մի հատ ոնց ասեմ, չագուջի նման մի հատ բան է, ուրեմն պատմություն է։ Կիլիկիայի թիլ համտուն է հիշեք։ Համտուն։ Այսինքն մոտավորապես շատ մոտավոր իմաստով կենտրոնական քաղաք, կենտրոնական բերդ, բերդավան, իշխանած նստավայր, Համտուն, Southampton, Northampton, դառնում է Hampton։ Ու սկսում են լուրջ Օքսֆորդները, Բրեդֆորդները եւ այլն, սկսում են բան անել, ստուգաբանությունը ման գալ այդ տեղանունների։ Ինչ ասեմ մեկ էլ վարդը բերդը նու ստեղ այդքան տեղանունների հետ կապված չի ինչքան Էդվարդ անվան հետ որը չես հասկանա ինչու բոլորի համար անգլիական բանն է ոնց ասեմ դվարյանսկի կերպար է վարդկես վարդապետ Էդվարդ, Վարդագույն, եւ այդ բոլորը կապված չեն բացարձակ ծաղիկի հետ։ Ոչ էլ կապված են բերդի հետ։ Այդ բոլորը կապված են քրմական աղյուսակների հետ եւ քրմական տիտղոսների հետ։ Բնականաբար 2000 տարի է դրա մասին խոսելը արգելված էր։ Գոմ բառը Ես կամաց արդեն անցնում եմ սեփական աղավաղումների թեմային։ Երրորդ բանը
փուլը, երրորդ մասը զանգված է մեր աղավաղումների եւ աղավաղված տեղանունների սեփական աղավաղումներն են։ Գոմ բառը բոլորս արդեն շատ քանի 100 տարի է, հա, գոմը կենդանիների տունն ենք ասում, անասունների տեղն է։ Գոմը դա հնագույն բագինի բանն է, հոմանիշն է, մեհյանի, բագինի։ Շատ դեպքերում նույնիսկ ոչ թե կառուցվածքի, այլ ասենք սրբատեղի, կարող է դա լիներ պուրակ, կարող է դա լիներ քարաստան, կարող է դա լիներ քարանձավ, գոմը դա էր նշանակում։ Պարզապես բնականաբար քրիստոնյաները դուրս մղելու համար այդ գաղափարը ժողովրդի բանից այնքան են իրեն նվաստեցրել, հա, որպեսզի այլևս չկապենք բանի հետ։ Իմիջիալոց նույն իմաստը ունի թուխմանուկը, որին ես էլի չեմ անդրադարձել, որի տակ էլի ահավոր բան եմ զգում, շերտավորություն եմ զգում։ Թուխմանուկը, որը էլի հնագույն մեհյանի եւ հնագույն սրբատեղիի իմաստը ունի։ Թիլը, թիլ անունը, որը հայերեն նշանակում է բլուր։ Թիլ համտունը, շատ թիլ կամ պարզապես թիլ, օրինակ Գրիգոր Լուսավորչի ծննդավայրի բարձր հայքում Երզնկայի կողքը, ծննդավայրի շրջակա գյուղերից մեկը թիլն է, որը մինչև հիմա տեսեք, թուրքերը, արաբները թել են ասում, հրեաներն էլ են թել ասում։ Թել Ավիվը դա ու իմիջիալոց նույն իմաստով հացյաց բլուրն է եբրայերեն։ Դաղստանում 50-ից ավելի տեղանուն կա թլ, ուրեմն մասնիկով, մեկ-մեկ արմատա, մեկ-մեկ նախածանցա, մեկ-մեկ վերջածանցա, օրինակ գյուղ կա կոչվում է Թլյարյաթա, գյուղ կա կոչվում է Անդրեասլա, վերջում թլա։ Էդ էլ Դաղստանի ժողովուրդների սկզբնարմատը եւ սկզբնաձևը հայերեն թիլն է, այդ բոլորի համար։ Հայկական, ուրեմն նաեւ այս մեր աղավաղում ասեմ կամ բան ասեմ, հա, այդ Եփրատի մասին երբ որ խոսում էի, հետ թարգմանելու սովորությունն է, որը շատ վատն է։ Իմիջիալոց քարահունջի, ուրեմն տեղացիների եւ այդ լեզուս չի պատտվում ասեմ գիտնականների, որոնք որ դեմ են, հա, մեր իմացած թեորիային եւ ստուգաբանությանը։ Ինչ են ասում, զորած քարեր։ Զորած քարեր ինչի, որովհետեւ թուրքերը դրան ասում էին։ Դա Ղոշունդաշ, այսինքն զորած քար կամ զորած քարեր, Ղոշունդաշլար պետք է լիներ այդ դեպքում։ Հիմա մերոնք պարզապես բան են արել, թարգմանել են թուրքական անունը։ Ինչի համար եք դա արել։ Ինչն է ձեզ անհանգստացնում կամ վախեցնում քարահունջի իրական պատմության մեջ։ Այն որ նույնիսկ Օքսֆորդից եկել է էքսպեդիցիան եւ հաստատել է, կամ այն որ գիտեք այն նույնը ինչ որ ես ամենասկզբից ասեցի, ամբողին ինչքան ուզում ես, ինչ ուզում ես բացատրի։ Թեկուզ մեր վերջին 5 տարվա պատմությունը հիշեք։ Իմացողը գիտի, իր հետ պետք չի վիճել, իրան պետք չի ոչ մի բան բացատրել կամ ապացուցել։ Բայց հայերս ունենք շատ մի հատ, այ թուրքերից ինչով ենք էլի տարբերվում դեպի վատը։ Թուրքը ասում է, հա, պետք չի ապացուցել, պետք չի բանանել, բայց պետական մակարդակով հրատարակում է Զապադնի Ադրբեջան այսքան մի հատ սեղանադիր ալբոմ, այսքան հաստությամբ, всё, իրա գործը արել է։ Մի հատ պետական Զապադնայա Արմենիա որևէ հրատարակություն հիշում եք վերջին 100 քանի տարվա մեջ։ Կար, իհարկե կան,
Մենք շատ բաներ ունենք, ես չեմ ուզում լրիվ իջիկ դարձնեմ, ասենք բոլորի գործունեությունը եւ այլն։ Արմենը շատ լավ հիշացրեց։ Թաթիկը եւ ընկերները, որ արեցին այդ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, այդ չլիներ, իմ ատլասը չէր լինի։ Ես բնականաբար դրանով այնքան եմ օգտվել, որ տեսնեք տանը այդ 5 հատորի վիճակը, կասեք այ մարդ, այս բարբարոս նովայեսից ոնց է գրքերի հետ վարվել։ Բայց 70%-ը թուրքական անուններն են մեջը։ Ոչ մի բացատրություն չի տրվում Երևանի, Եփրատի կամ նման ինչ-որ անունների հետ։ Ճիշտ է, մեկ-մեկ օրինակ շատ հետաքրքիր տեղեկություններ կարող ես մեջից անել, օրինակ Հաչա ժայռակտորը Վանի ափին, որը շատ սերտ խոսում է նաև իր պատմության եւ նավագնացության պատմության մեջ հետ։ Եվ այլն եւ այլն։ Դա էլ շատ կարճ ասած, ասենք մեկ սեփական հայերիս կողմից աղավաղման ձևեր եմ։ Գուցե ինչ-որ մի բան էլ մոռացել եմ, որը ուզում էի ասեի, բայց հիմա ասենք եկեք անդրադառնանք այս հիմնախնդրին, որ այսօրվա զրույցի խնդիրն էլ է։ Հայոց ազգային ինքնություն։ Ինչ է դա նշանակում։ Շատ իհարկե կներեք, որ այդպիսի բան ես իմ կողմից եմ բարձրացնում, այդպիսի խնդիր, որտեղ այդ խնդրի վրա այնպես մոնստերներն են մտածել, ասենք, չգիտեմ, Չարենցի կամ Նաթալիի կամ Նժդեհի նման մոնստերներ, բայց պատասխան չեն գտել։ Այսօր ես կարող եմ ասել պարսից ժողովրդի եւ պարսկական պետության նպատակը, թուրք ժողովրդի եւ թուրքական պետության նպատակը, ռուս ժողովրդի եւ ռուսական պետության նպատակը, то Սիրիայի նպատակը կարող եմ նույնիսկ ասել։ Ճիշտ է, տապալվել է խեղճը։ Բայց հայ պետության եւ հայ ժողովրդի նպատակը ո՞րն է։ Արևմտյան Հայաստանի վերադարձը, թող հələ Արցախից էլ մի հատ նայեք։ Հայոց վեհության վերականգնումն է, ամենամեծ ազգն ենք այս աշխարհի, ամենահզոր ազգն ենք այս աշխարհի, ամենաչուլ վիճակում։ Նաև, ասենք չեմ ուզում, հա, խորանան բոլոր այդ բնագավառների մեջ, նաև տեղանունների մեջ մեր, ոնց ասեմ, փնթի վերաբերմունքը մեր տեղանուններին։ Փնթի ենք վերաբերվում մեր ամեն ինչին, մեր եկեղեցիներին, ճարտարապետությանը, Էջմիածինը լցրել ենք բաներով, այդ սրբապատկերներով, հայկական առաքելական եկեղեցին սրբապատկեր եկեղեցում չի ճանաչել։ Դա մենակ սիրիահայ տաճարներում է այդ սրբապատկերները եղել։ Տեղանունների հետ մենք ահավոր անփույթ ենք վարվում։ Անգամ օրինակ ասենք, եթե իմ հետ սկսում են վիճել, հա, ես ասում եմ Զանգեզուր Ղարաբաղ, իմ հետ սկսում են վիճել կամ ինձ նկատողություն են անում։ Ես պատասխանում եմ։ Այդ մարդը գուցե չի համաձայնվում իմ հետ կամ գուցե համաձայնվում է եւ լրացնում է իրանով իմացողների շարքերը, իմացողների, հասկացողների բանակը։ Բայց այդ հասկացողները շատ պետք է լինեն։ Դրա համար Ատլաս Հայաստանյաց աշխարհի ես չպետք է անեի իմ վաղեմի ընկերոջ հետ, որի հետ պարզապես պրոստը ընկերություն եմ անում եւ որի հետ մենք 30 տարուց ավելա դրանով ենք ապրում։ Հրատարակչությունա 3 հոգի ենք աշխատում այդ հրատարակչության մեջ։ Ու այդ գիրքը կարողացանք անել, ինքը կարողացավ անել։ Այդ գիրքը պետք է 5 միլիոն տիրաժով հայպետ հրատա աներ։ Իսկ երբ որ ես ոնց ասեմ, նզովյալս մոտենում էի որևէ գիտական մեծ բարձր ատյանի կամ որևէ պետական բարձր ատյանի, խնդրելով թեկուզ ֆինանսական, թեկուզ ինչ-որ ձևի գիտական, մենակ Ալեքսանդր Հակոբյան, որ պարզապես համաձայնվեց, ասեց ախպեր, ես խմբագիր եմ քո այս գործի։ Ինձ պատասխանում են, իսկ դուք ով եք,
Լավ, այդ մեկ, առաջինը։ Ես չեմ երբեք ուշադրություն դարձրել կարիերայի վրա, չեմ աշխատել որպես գիտական, չունեմ ոչ մի գիտական կոչում եւ այլն եւ այլն։ Ինչպես օրինակ եւ Ղևոն Դալիշյանը կամ Անանյաս Շիրակացին։ Տեխնացու չէին գիտությունների։ Ես նաեւ ահավոր հակա եմ եղել միշտ։ Ես ընդունում եմ մեղքիս իմ բաժինը։ Բայց ինչ եք ասելու, եթե մտնում եք ռեկտորատ բանի, կամ չգիտեմ դա ոնց է կոչվում, ակադեմիայի ուրեմն պրեզիդիումը, տնօրինությունը, եւ ինձ նկատողություն են անում, ասում են դու ինչի ես գրում Էրզրում, փակագծերում, այն էլ ավելի փոքր շրիֆտով, կներեք, Կարին փակագծերում, այն էլ ավելի փոքր շրիֆտով Էրզրում։ Դու նման իրավունք չունես, դա Թուրքիայում այդ քաղաքը գտնվում, Էրզրում է կոչվում։ Ուզում ես ինչ-որ մի բանով, ուրեմն տակը փոքրիկ գրի Կարին։ Ես պատասխանում եմ, եկեք այդ դեպքում ես գրեմ Բյույուկ աղրի դախ, տակը պուճուր մեծ Արարատ կամ Մասիս։ Չէ, դե դա սիմվոլ է, այ ըստեղ քո ասածն է։ Ախր յուրաքանչյուր քարն է սիմվոլը, յուրաքանչյուր քարի անունն է սիմվոլը։ Հիմա ասենք նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ շատ են կոկորդիլոսի արդյունքներով վայ Ղարաբաղը, բա մեր Գանձասարը, բա մեր Դադիվանքը, բա մեր տատիկ պապիկ, բա մեր Ցոր գյուղը, որում 15 հոգի էր ապրում ընդամենը, բայց ապրում էր։ Տները պատերը քանդած լրիվ։ Տուն կար, ես մտել եմ այդ մարդկանց տունը, պատուհան չկար պարզապես, ասել է դե ծակա էլ էր, ինչ պատուհան անեմ։ Էդ էլ է սիմվոլ, էդ էլ է Գանձասար, էդ էլ է Արարատ։ Բայց մենք բավարարվում ենք մի հատ բանի պատի վրա, հիմա էլ Մասիսը փոխանցվել է տատիկ պապիկով։ Այստեղ էլ ենք փնթի վերաբերում, տատիկ պապիկ չի այդ արձանի անունը։ Մենք ենք մեր լեռները, որը լրիվ ուրիշ իմաստ ունի։ Մենք ենք մեր սարերը կամ էլ, հա, որը լրիվ ուրիշ իմաստ ունի։ Մենք անփույթ ենք։ Ինձ թվում է մեր ինքնությունը, ասենք, եթե քո ինքնությունը պետք է լինի ընդամենը նրանով, որ քո անունը Ջոն է, թե Սարգիս, դա հերիք չի։ Դու պետք է նաև հասկանաս, որ Ջոնը նշանակում է անգլիացի, Սարգիս նշանակում է հայ։ Եվ ըստ դրա ձևավորես քո, ասենք, աշխարհայացքը, քո մոտեցումը տարբեր ամենատարբեր բնագավառներին եւ նամանավանդ, ասենք, սկզբունքային եւ ինչ որ ոնց են ասում, անկյունաշար գաղափարների եւ բաների շուրջ։ Այնպես որ այդ ինքնությունը ու գիտեք ինչ, դեռևս մենք լուֆտ ունենք մի քիչ, որովհետեւ ասենք որքան որ չեն կարողանում, ասենք ջնջում, պայթացնում են, հա, Մշո Կարապետը պայթացրել են, Խցկոնքը պայթացրել են, Ախտամարը չկարողացան, ու այլևս չեն կարողանալու, որովհետև ի վերջո ստացվեց ինչ որ մի ձևի Ախտամարը կապել Հայ-Հայաստանի հետ, հայության հետ, հայ ժողովրդի հետ, բայց մեր շնորհիվ չէ։ Բախտի բերմամբ կամ չգիտեմ նույն ձևով դեռ մեր անունները, տեղանունները դեռ կանգուն են, դեռ կռիվ են անում, դեռ Վանը չեն կարա փոխեն, Մուշը չեն կարա փոխեն, չկարողացան, Էրզրումը կարողացան, որովհետև Էրզրումը հեյ 7-րդ դարից փոխել են արաբները։ Հիմա այսօրվա օրով հլևոր Ստեփանակերտը չեն կարող փոխեն, ինչքան ուզում են Խանքենդի մտցնեն։ Ու շատ կներեք արտահայտության համար, բայց միայն պորնիկ ռուսներն են, որ իրանց քարտեզներում գրում են Խանքենդի փակագծերում Ստեփանակերտ։ Ոչ մի արևմտյան քարտեզ կամ ատլաս նման անունով գոյություն չունի։ Դե Google-ը դրանք вообще ես չեմ համարում խոսքի առարկա։ Հայո, դա է իրողությունը, բայց ոչ մեկ մեզ չի կարող խանգարել, ասենք հայկական լեռնաշխարհ եզրույթի պահպանմանը, այդ նույն Վան, Մասիս եւ այլն եւ այլն։ Հիմա թուրքերի մեջ գիտեք ինչ վեճ է գնում։ Ասում են, եկեք օգտագործենք այն փաստը, որ ամբողջ աշխարհը այդ լեռը գիտի Արարատ անվամբ։ Այս հիմար հայերն էլ իրան ասում են Մասիս։
Դրա համար եկեք այդ Արարատ անունը կամաց բան անենք, որպեսզի իսկ Մասիս ով է իմանում մենակ հայերից բացի։ Հայերս պետք է բան անենք, որ Մասիսը երկրորդական անուն է։ Մասիսը Հայկի Ծոր Ամասիայի անունով ենք դրել այդ լեռը։ Առաջնային անունը այդ լեռան Արատա է, Արարատու, այսինքն արևատուր, արևա բույր, արևա անծայր, ինչ ասեմ մեկ էլ, արածանին, արզնին, չէ, արալիճը արա գեղեցիկի, արա աստծո հետ է կապված, չնայած արա աստծո անունը արիչի հետ է կապված, այսինքն արևի, արեգակի, և այդ նույն Արարատան, ինչի եմ ասում, արևատուր, աստվածատուր, եթե ուզում եք, որովհետև արև, նույնը արիացի, բայց որքան գիտնական ունեք, որ թեկուզ ինչի եմ հեռու գնում, հեն Արմենից հարցրեք, քանի շումերագետ աշխարհում կհամաձայնվի, որ դա հայերենն է։ Քանի գիտնական կհամաձայնվի, որ արիացիները հայերն են։ Քանի գիտնական կհամաձայնվի, որ Հիսուս Քրիստոսը հայերեն էր խոսում, որտեղ արամեացի էր։ Եվ հիմարություն է արամեացիներին հայերից, այսինքն արամեի ժողովրդից, իրարից պոկելը։ Ինչ ասեմ, էլ զատկի կղզու մասին լռենք։ Կամ ասենք Հրազդան անունը։ Զարգացել է, գնացել է, անջատվել է։ Հիմա կներես համշեներենը հայերենի հետ որևէ կապ կարող է ունենա։ Շատ դժվար բան չի, շատ կներեք, ես մեկ Ստեփանակերտ բանում, բազարում չէի հասկանում իրար ինչ են ասում ես մարդիկ, էլուր մնաց համշենցին։ Լավ, չէ, ես չեմ ուզում ոչ վեճ կամ ինչ, ես ասում եմ, ես շատ պարզ մարդ եմ, ես անունից եմ բանանում, հա, ստարտ տալիս, արամե անունը չի կարող ըստիս որևէ այլ լեզվի հետ կապ ունենալ, քան թե հայերենի։ Մենք արամե թագավոր ունեցել ենք, արամ թագավոր ունեցել ենք, արարիչի բանի հետ շարքի մեջ այդ արամը շատ հեշտ ու հանգիստ մտնում է, ինչ որ կապ եղել է, գուցե, պատասխան է, ասա։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ոնց որ մենք իրենք կա ատրպատական, որ դարել է Ադրբեջան, ընդեղի ապրող մարդիկ, այսօր ապրող մարդիկ, իրանց լեզվով, իրանց եղաշեղազով, ինչ կապ ունեն են հին ատրպատականի Ադրբեջանի հետ։ Ոչ մի։ Այսինքն, աշխարհագրական տեղանունից ծագել է էթնիկ բանը, հա։ Ծագել է տվյալ աշխարհագրական անունից, ճիշտը տենց արամեացիների Գուցեև, լավ։ Մեր աշխարհագրական տեղանունից, բայց երբ որ իրանք եկան, ստե բոլոր բաներում, սեպագիր աղբյուրներում իրանց ազգի անունը գրած է, իրանք արամեացի չեն կոչվել, կոչվել են Ախլամու, այդ ազգի անունն է Ախլամու։ Ինքնանունը։ Արամեացի չէ, արամեացի դառան, երբ որ հայտնվեցին այս աշխարհագրական տարածքում։ Շատ լավ։ Այսինքն քո ասած կապը ոչ թե լեզվի այլ աշխարհագրական տեղանքից, հա։ Բայց իրանք ուրիշ ազգ։ Ես չեմ ասում իրանք նույն ազգ են։ Այդ ես պարզապես խոսքիս սիրունության համար ասեցի, որ Քրիստոսը հայերեն էր խոսում։ Այդ դրա համար չեմ ասում։ Ուզում եմ ասել, հենց քո ասածն է։ Ես ուզում էի արամե տեղանքը, արամեացիներ էթնո անունը կապել հայերենի հետ, ընդամենը։ Հայաստանի հետ, այո, որովհետև Հայաստան ասելով էլ, էդ էլ ներածության մեջ եմ գրել, Հայաստանյաց աշխարհ ինչի եմ ես ընտրել, որովհետև մեր, ասենք, հայրենիքը այն մնացած եզրույթները չեն ամբողջացնում, ամբողջը չեն իմաստավորում։ Մեծ հայքը ընդամենը մեծ հայքն է, որովհետև կար փոքր հայք։
Կիլիկյան ընդեղ Կիլիկիա, հայոց Կոմագեն է, հայոց Կապադովկիա, հայոց, չգիտեմ ինչ, այդ ամբողջը հայկական լեռնաշխարհ։ Ու ծովից ծով, բառից բուն իմաստով նշանակել է Կասպից, Սև, միջերկրական ծովից ծով։ Եվ ոչ մի արանք չի եղել։ Այդ ամբողջը հայկական լեռնաշխարհ էր։ Եվ այդ ամբողջը այդ որ ասում էի հզոր ազգենք, բան ազգենք։ Դաղստանում ինչ գործ ունեն հայկական արմատները։ Ինչ գործ ունեն։ Որովհետև Հայաստանը ցիվիլիզացիոն բան ունի, մինչև հիմա ես համարում եմ, ցիվիլիզացիոն մեկ նո առաքելություն ասեմ, հա, ամբողջ աշխարհի նկատմամբ, հատկապես աղվանքի նկատմամբ, որի կազմի մեջ Դաղստանի մի մասը մտել է, հա, աղվանքը առհասարակ մեր վասալ պետությունն էր։ Եվ նույն առաքինություն երևի այստեղ են ասում արարչի քմծիծաղն էր երևի մեր բանի վրա, մեր ազգի վրա։ Այնքան լայն ու տիեզերական է մեր առաքինությունը, որ մենք մոռանում ենք սեփական հայրենիքի մասին։ Որ դրան պետքա պահել, որ հիմքը պետք է ունենա, մի հատ աթոռ չպետք է ունենաս, որ նստես մի հատ, եթե հոգնես։ Հա, հասկանում եմ, այո, տենց է, մենք ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունենք, կներեք։ Ամբողջ աշխարհի վրա, բոլոր լեզուների վրա, այդ նույն ճարտարապետությունը, որ զվարթնոցատիպ եւ բագարանատիպ կառույցներ, ասենք յուրաքանչյուր անգլիացի ճարտարապետին ասա, ինքը գիտի դա ինչ է։ Այդ նույն լեզվաբանությունը կամ անվանաստեղծությունը եւ այլն։ Եվ շատ մնացած այդ բնագավառներում գավառներում իմ ամբողջ ասածը նա է, որ մենք պետք է շատ ավելի լուրջ վերաբերվենք մեր անուններին, թե տեղանուններին իմիջիալոց, թե անձնանուններին, որտեղ երկուսի մեջ էլ շատ հետաքրքիր եւ շատ խորը բաներ կարելի է գտնել։ Մի քիչ շատ էքսցենտրիկ է, եթե ճանաչում եք Ավետիսյան Լիա կա, այսպիսի հրապարակագիր եւ այլն, շատ էքսցենտրիկ ու շատ մեկ ասենք սխալ տպավորություն թողնող կին է, բայց ինքը շատ հետաքրքիր ու ճիշտ հաջան Ավետիսյանը, հա, ինքը շատ հետաքրքիր եզրակացություններ է մեկ անում, որի հետ չես կարող չհամաձայնել։ Օրինակ, ինչը Ես իր մոտ չեմ կարդացել։ Ես դա չեմ կարդացել, բայց ես որ դա ասում եի, ես ուրիշ բան նկատի ունեի։ Եթե չեմ սխալվում, Հիսուսի կենսագրության մեջ այդ 30 քանի տարին հարցական է մնում։ Այդ ուր էր, այդ ինչ էր անում, որ 33 տարեկանում, հա։ Իսկ Լիայի ուրեմն ասելներից մեկը ուրեմն մեջ բերեմ, որը շատ է դուրս գալիս իր ապացուցման ձևը։ Ասում ոնց որ ստանն էի ասում, հա, ասում հա, շատ բոլորը համոզված են եւ արդեն քանի հազար տարի է Սուրեն եւ Կարեն պարսկական անուններ են։ Բայց ասում 80 միլիոնանոց Իրանում հազիվ գտնեք 10 հատ Սուրեն, 10 հատ Կարեն։ 3 միլիոնանոց Հայաստանում հալալ կեսը Սուրեն ու Կարենն են։ Այդ ոնց եղավ, որ բանա, Համտուն, Համլետ, ես չգիտեմ, բայց կարելի է մտածել։ Այդ ոնց եղավ, բայց իսկական, եթե պարսկական անուն է, ինչի Պարսկաստանը չի օգտագործում այդ անունները։ Որովհետև վաղնջական, հնագույն, հայկական անուններն են գողացված պարսիկների կողմից, հետո նորից յուրացված հայերի կողմից։ Եվ այլն։ Մոտավորապես այսքանն էի ուզում երևի ասեի։ Շնորհակալություն, իհարկե։ Եթե կան, խնդրում եմ ներկայացեք։ Մանուկյան Մանուկ, երկրաբան, գեոֆիզիկ։ Նայեք, մենք սենց փնորում ենք ռուսներին, թուրքերին, որ մեր տոպոնիմները աղավաղում են։ Այսօր Երևանի կեսը կոչվում է Բանգլադեշ, կեսը Մասիվ, կեսն էլ Պանուժելի։ Կոմունիստները 70 տարվա մեջ մի հատ ընտիր անուն էին գտել Լուսավան։
Հա։ Այնա փոխեցին Չարենցավան։ չկար նոյեմբերյանը, փոխեիր հոկտեմբերյանը, փոխեիր, այս մասին Դե բնականաբար նոյեմբերյանն ու հոկտեմբերյանը խորհրդային տարիներին փորձեիր փոխեիր։ Հիմա էլ հենա, բայց կներեք Ալավերդին Ալվարդնա։ Ալավերդին Ալվարդնա, որը թուրքերը դարձրեցին իրենց շատ հետաքրքիր ու բան, Ալավերդին Ալվարդնա, Աղթալան Թալայի հետ կապված չի, Աղթամար եւ Աղթալա նույն նախածանցը ունեն։ Աղթը նշանակում է հարթ։ Նույնը Հրազդանի Աղթան, նախկին անունը, հարթ, դա հայերեն է։ Ալվարդը հայերեն է, որը էլի այդ քրմական այդ տիտղոսների բանի թվից է։ Դուք շատ ճիշտ եք ասում, օրինակ ինձ շատ են հարցնում Կորեայի ձորը ինչի է Կորեայի ձոր կոչվում։ Ասեմ ձեզ, շատ հետաքրքիր հարց է։ Այ մեր չհիշողության մնացորդն է, որովհետև Տուրուբերանում Կորի գավառ կար։ Կորի գավառի վերաբնակները իրենց ձորը կոչեցին, ինչպես եւ գավառն էր կոչվում ածականաստեղծ, հա, Կորեայ կամ Կորեայ կամ Ե կամ Ի ձոր։ Կորեայ ձորը դարձել է Կորեայի ձոր։ Ու բոլորը սկսեցին մտածել, արա այդ 50-ական թվականներին երևի կորեացիների հետ ինչ-որ եւ այլն։ Չգիտենք, դրա համար սկսում ենք հնարել հեքիաթներ։ Գուցե եւ Բանգլադեշի հետ ինչ-որ մի բան գտնենք, չգիտեմ։ Բայց համենայն դեպս մայրիկս աշխատում էր այդ սովետական տարիներին Ավանի այդ աղեանքի ճանապարհին բան կար։ Արտասահմանցի ուսանողների համար նախապատրաստական ֆակուլտետ կար։ Իրանք գալիս էին մի քանի տեղեր, Տաշկենտ, Թբիլիսի, Երևան եւ այլն, ռուսերեն էին սովորում, որպեսզի հետո Մոսկվայում ինչ-որ տեղ ընդունվեն, հա։ Ինքը ընդեղ էր աշխատում մայրիկս եւ ասում է շատ էին զարմանում բանգլադեշցի մոտենում էին ասում էին преподаватель это от вас к нам в страну едет маршрутное такси Հա Հրազդանի մասին ես ուզում եի շատ հետաքրքիր բան ասել իմիջիալոց դուք կասեք ես ճիշտ եմ թե չէ այսինքն ես չէ ուրեմն հուր ազն դան այդ անունը 3 բաներից է բաղկացած 3 մասնիկներից հուրը եւ ազնը եւ դանը իրեքն էլ կբանեն հա հուրը կրակն է ազնը ասենք բանն է ժառանգորդն է հա դյուծազն ազնավուր եւ այլն դանն էլ գետնա կամ ջուրն է բոլոր հնդեվրոպական լեզուներում Դանուբ եւ այլն Դնեպրոս եւ այլն հիմա այդ հուր ազն դան եթե իմաստը փորձում ես բանանել այդ 3 մասնիկների ստացվում է հետեւյալը կրակից ծնված ջուր կամ կրակի ժառանգորդ գետ եւ ուրեմն ես որքան գիտեմ կա երկրաբանական մի վարկած որ մոտավորապես 12-13 հազար տարի առաջ Սևանի ավազանը փակ ավազան էր լիճը անհոս էր Եվ մոտավորապես այդ ժամանակ էր, որ ինչ որ հրաբխային կամ հարակից ինչ որ process-ների հետ կապված, Փամբակի եւ Արչանոց եւ Գեղամա լեռները անջատվեցին միմյանցից եւ լճի համար բացեցին հոսք։ Այսինքն հետևությունը պետք է լինի հետեւյալը 12-13 հազար տարի առաջ է տեղի ունեցել նմանատիպ երկրաբանական գործընթացը Ուրեմն այդ ժամանակ այդտեղ ապրող մարդիկ հայերեն էին առնվազն մտածում։ Չասեմ հայերեն էին մտածում։ Եվ հայերեն տեղանվա հայեր էին, այլ հա էլի իսկականից։ Եվ հայկական տեղանվանաստեղծության բոլոր կանոններին համաձայն ստեղծեցին տեղանունը։ Իսկ ինչի փոխվեց զանգում։ Զանգուն ուրեմն ըստ իս փոխվեց իր այդ շարաչուն լինելու պատճառով, որովհետև զանգուն ոնց էլ լինի թուրքերեն չի, հայերեն է։ Զանգ տալով Զնգալ, զրնգալ կամ նույն այդ ավարայերի բանը տեղայնացումը, հա, շատերը պարզապես բան էին անում, տղմուտ գետ էին ման գալիս։ Տղմուտ անունով գետ էին ման գալիս։ Խոսքը ըստ իս վերաբերում է նրան, որ տղմուտը ոչ թե տեղանուն է, այլ ածական։ Գետի
բանն է, բնորոշիչն է, այսինքն տղմուտ գետ է, մակու գետը իր ներքին բանում հոսանքում մինչև հիմա Զանգիմար է կոչվում, հա իմիջիալոց Զանգին կարող է ստեղծել բանանի, բայց էլի հայկական արմատ ունի, Զանգիմարն էլ կոչվում է, որովհետև դեղնագույն է, ժանգի նման է, դեղնագույն է, տղմուտ է, որտեղից է այդ դեղին գույնը, տիղմից, բանից, բերուկներից, դրա համար տղմուտ գետնա, մակու գետնա ու այդ նույն ուրեմն դաշտակի ծայրին ցայսօր գոյություն ունի գյուղ, կոչվում է Աբարա, ավարա էր, երկու հատ են, Աբարա բաշի, Աբարա ներքին, այտենց, 63 թվին, Գոհար Հովհաննիսյան, 63 թվին, երբ ես 9-րդ դասարանում էի, իմ աշխարհագրության դասատու ունենք, որ շատ ակադեմիկոսներից շատ բան գիտեր։ Ինքը ասում էր, որ Ղրիմը հայկական է եղել, Կարպատյան լեռներում անթիվ հայկական եկեղեցիներ կան, Կերչն էլ ոչ թե կերչ, այլ կիրճ, հայերեն կիրճ։ Այնտեղ էլի Համաձայնվեմ, Կարպատների մասին չեմ մտածել, չեմ խորհել, չնայած Քարեպատը դա հայտնի բանն է, զուգահեռական է, բայց Ղրիմը առաջացել է Խարամ հայերեն բառից։ Խարամ բառը Խրմ կամ Խրմ մոնղոլներն են ընդօրինակել, որը հենց բան էր, նշանակում էր բան, խրամատ, կոպիտ ասած։ Խարամ, Խրմ, Ղրիմ։ Դրա համար դա հայկական տեղանուն է։ Այստեղ հարց։ Մեկ իմ ծայրահեղ այդ բաները, եզրակացությունները մեկ ընկերներս ուրեմն բանավեճելով կամ ձեռառնելով, ես ի վերջո մտածել եմ այսպիսի մի կարճ ուրեմն բան, սենտենցիա, իմ ամբողջ ուրեմն աշխարհայացքը ինչպես կարող եմ ես արտահայտել։ Սկզբից հայից կապիկն է առաջացել, հետո կապիկից մարդկությունը։ Քանի որ Ռազդանի մասին խոսեցինք, մի երկու բան ավելացնեմ, հա, գիտեք, բոլորդ մինչև այդ անվանափոխությունը 60-ական թվականների կոչվում էր ներքին ախտա։ Հա, քաղաքը, հա։ Ախտա։ Ես մտածում եմ, ինչ կապ ունի դա, երբ որ կարդում ես հին մեր Ներսես մեծը, երբ որ Հայաստանով մեկ սկսեց ստեղծել բորոտանոցներ, անկելանոցներ, ախտանոցներ, գուցե ինքը հենց Ռազդանում էր այդ ստեղծել աշկերով հիվանդ մարդկանց հավաքել ըտել եւ ի զարմանալիորեն ես Ծաղկաձորից ընդ եմ, այնտեղ անցեմ մանկությունս, բոլոր աղբյուրները ասում էին աշկի աղբյուր։ Եվ այն Մակրավան գյուղ կա, այնտեղ այն 12-րդ դարի եկեղեցին ավելի հին եկեղեցու վրա է կառուցված։ Եվ այդ Մակրավանքից մինչև հիմա այնտեղ լրիվ նոր քաղաք կառուցեցին, այդ Ռազդան մաշը, գիտեք, այնտեղ անտառներ էր այնտեղ, ու պապս պատում էր ու ասում էր, այդտեղի աղբյուրը ասում էր, որ բոլորը տեղերից գալիս էին, որ այդ եկեղեցու տակը աղբյուր կար, ասում է, աշկի ամբողջ ու նույնիսկ Ծաղկաձորում, որ մի 2 դար ռուսներ էին ապրում, ինչպես գիտեք, Մալականներ, Կոստանտինովկա էր կոչվում, մինչև այս մեր 20 թիվը, եւ այդ ռուսների հետ որ շփվում էին ծերունիները, ասես բան, իրանք էլ ասում էին աշկի աղբյուր, իրանք ռուսեր են ասում էին։ Իստոշնիկ գլա, իրանք որտեղից շատ հետաքրքիր է։ Իմիջիալոց շատ ճիշտ նկատողություն ասեցիք, ես իզուր եմ խառնել աղտան, աղթամարի եւ աղթալայի հետ, որտեվ ստեղ Տ է, ստեղ Თ է։ Այդ իմ սխալն էր, հա, հնարավոր է որ դուք ճիշտ եք։ Իմ ասածը վերաբերում էր Т-ով բառերին։ Աղթամարը օրինակ վիճում են, չէ՞, աղթամար թե աղթամար։ Ну, մեկ տենց վեճ իմիջիալոց բառարանում Ղ է, աղթամարա։ Պոեմն էլ ինձ թվում է պոեմը հենց բանից է Թումանյանը բան արել, որ Խ է, դրա համար էլ աղթամար, բայց աղթան նշանակում էր հարթ։
Եվ կղզիներ, եթե նայեք, բացառությամբ այդ իր վերջի սրածայրից ինքը հարթ կղզի է։ Աղթալան էլ, Աղթալայի այդ հայտնի բանը, չէ, վանքի այդ Սարավանդը, սեղանա տիպ։ Ներեցեք։ Այո։ Մաղալնե Հարությունյան, մասնագիտությամբ բժիշկ եմ։ Ուրեմն իմ ունեցած տեղեկություններով Վլադիվոստոկ քաղաքը հիմնադրել են հայերը եւ իր սկզբնական անվանումը եղել է Հայշենվեյ։ Նույնիսկ Հայշենվեյ։ Վեյ, հա։ Հա, իմ ունեցած տեղեկություններով չինացիները մինչև հիմա այդպես են ինչ որ կոչում այդ քաղաքը։ Ճիշտն ասած շատ հետաքրքիր տեղեկություն ասեցիք, ես չգիտեի եւ շատ հետաքրքիր է։ Նոր բան կարող եմ միայն ավելացնել, որ ասենք Չինաստանի հետ հայերի կապերը հենց հյուսիս-արևելյան Չինաստանի հետ են, Մանջուրիայի հետ, Խարբինի հետ, առաջին հայկական գաղութները եւ ամենահզոր եւ ազդեցիկ գաղութները այդ կողմերում էին։ Այնպես որ բացարձակ զարմանալի չի, որ Վլադիվոստոկի հետ նման բան պատմություն կա։ Շատ հետաքրքիր է, պարզապես գիտեք, վտանգներից մեկը գիտնականի համար ըստի սպանն է, չէ, ցրվելն է։ Ինչքան շատ փորձես փագել տարածքը, ծածկել քո բաներով, այդքան վատ կանես։ Դրա համար մի հատ վերջացնեմ հայոց տեղանունների հետ, եթե հետո Աստված ինձ կյանք տա շարունակվի, աշխարհիս հայկական տեղանունների մասին, որտեղ այնքան շատ կան, Արարատները, Արմենյաները, Վան, Կերտ, Զատկի կղզիները եւ այլն եւ այլն։ Այստեղ հարցում։ Դաղստանը։ Շնորհակալություն զեկույցի համար։ Մի զավեշտ եմ ուզում նշել, որը նաև անդրադառնում է մեր լեզվին, տերմինաբանության ամեն ինչին։ Բոլորովին վերջերս համացանցում, այսպես տուրիստական ռեկլամի մի բան է։ Ռուսաստանից եկած մի պարոն այցելում է Հայաստանում, մտնում է Զար գյուղ։ Փողոցում հանդիպում է մարդուն, ասում է. «Ոնց է ձեր գյուղի անունը?» Ասում է Զար։ Հարցնում է. «Իսկ ինչ է դա նշանակում?» Նա ասում է. «Իգրալնայա կոստեչկա»։ Ռուսը սա արձանագրեց, տարավ իր հետ։ Իգրալնայա կոստեչկա։ Ու գնաց։ Սա դարձավ, սա պատրաստել է տեսանյութ, ռեկլամում է Հայաստանը, տուրիզմը։ Եվ խնդիրն այն է, որ նաև այսօր մեր գիտնականները, չեմ ասում ճակերտավոր անվանի եւ այլն, չէ՞, նրանք չեն անդրադառնում դրան ու չեն մտնում ուսումնական ծրագիր։ Այն որ ասենք մեր ճիշտ է, պատմությունը քրիստոնեությամբ մորթվեց, չէ՞, վկայությունները աղբյուրը, չէ, վերցնում ենք օտարից։ Հույն, արաբ, մյուս, չէ՞, եւ նրանք ասենք ինչ են լսել, ինչպես են արձանագրել, մենք դա դարձնում ենք փաստ մեր տերմինը, մեր աղբյուրը ճշտելու համար։ Այս է խնդիրը, որ մենք սրան հետևություն չենք։ Приспосабливаемся ռուսների ասած այդ եղածին։ Ինչից է, ումից են տանում տվյալը եւ ինչպես է մատուցվում մեզ։ Մենք էլ դրանից ենք օգտվում։ Եվ երկրորդ տերմինը կապված վրացիների հետ, հա։ Իրենք իրենց քարտլոս են ասում, չէ՞։ Ու ոչ մեկը չի ասում, բա դուք Ջորջիա որտեղից դառաք, չէ՞։ Եվ այդ Գրիգորյան ցեղը, որը կրոնից հետո դարձավ, հետո վերագրում են մեզ, չէ, նրանք չեն, դուք եք։ Այս է մեր։ Հա, բնականաբար։ Բնականաբար։ Ներկայացեք էլ, հա, խնդրեմ, ներկայացեք, որ Հովակիմյան Մուրադ, նկարիչ։ Հարցում եք։ Գրիջան, ուզում եմ քեզ մի հատ պաշտպանեն լավ իմաստով, որպեսզի նավապետը բոցմանին կպաշտպանի, չէ՞ միշտ։ Գիտես ինչի համար, որ ապացուցեմ, որ քո գիտելիքը հրաշքներ է անում։ Եթե հիշում ես, մենք երբ էր նախանցած տարի այդ ֆրանսիացու հետ, որ բան արեցինք, ֆրանսիացի է, ապրում է, հա, ինքը ապրում է Ֆրանսիայում, հետո ինքը տեղափոխվեց Կարիբյան ծով, ուրեմն գրանցեց իր նավը հայկական դրոշակի տակ, մենք օգնեցինք, հետո ինքը պարզվեց, որ ինքը արմատներով հայ էր,
Մեծ մարդա, բայց հայր երբեք չէր մտածում, բայց որ սկսեց շփվել մեզ հետ, այսինքն մենակ մենք չէ։ Հա, բանը Արվինն, որը որ թափառում է էլի Կարիբյան ծովում եւ այլն, անգերացել են ու ինձ խնդրեց, որ մենք ինչ որ բան գտնենք, ասում եմ, ես ուզում եմ հայկական անձնագիր ունենալ, բայց հիմք չունեմ, ինչ պետք է անեմ, տարբեր բաներ են առաջարկել, ինքը ուղարկել է այն ինչ որ իր հայրը կամ պապը պատմել էր ու այնտեղ մի հատ քաղաքի անուն կար, ես հիմա չեմ հիշում, բայց բանը հետաքրքիր է, հա, Ղուլե, հա, ուրեմն ինքը ասեց ինչ որ պետք է, այսինքն այդ անունը տվեց, ասում եմ, ես չգիտեմ հիմա ոնց է ինչա, բայց այդ անունն է, հետո գյուղից մինչև այդ քաղաք կամ մեծ գյուղ կես ժամվա մեջ էին հասնում եւ այլն, այդ հերիք էր։ Ուրեմն նու հիմնականում Գրիգորներ իհարկե մտածեց թե որ ֆրանսիացին ոնց կարտասաներ այդ իր գյուղի անունը ու ստացվեց ինքը այդ բանը անունը ասեց շատ ուրախացել այդ ֆրանսիացին որ ի վերջո ճիշտ արա հիմա որ տեսնենք ինչ է մյուս պատմությունը չես հիշում կներեք պետք է մի քիչ գլուխս գովամ այս առաջին հատորը դեռ անելու ընթացքում պատրաստելու ընթացքում մոտ 12 տարի առաջ 13 տարի առաջ էր հնարել էինք մի բանաձև լոգո ասենք հա որ մեր ստեղծվելիք աշխարհում երկրագնդի յուրաքանչյուր հայ իր պապու գյուղը կարա գտնի դա իրոք այդպես է ես պատասխան եմ տալիս դրա համար բայց այդ ոնց որ ռեկլամի բանով մցրել ենք ասենք մեյդան ենք անել հա կոպիտ ասած ինտերնետ բան այս կողմ են կողմ տարածել եւ այլն ու մեկ էլ օֆիս մտնում է մի մարդ բավական մեծահասակ 60-65 տարեկան դժբախտաբար անունը չեմ հիշում դու հիշում ես թե չէ ասում է Ես ճիշտ է որ լսել եմ որ ձեր սենց քարտեզ եք պատրաստում, ատլաս եք պատրաստում, որ յուրաքանչյուր հայ իր պապու գյուղը կարա գտնի։ Ես էլ այսպես բան մի անգամից էլ ակլորացած ասում եմ այո ճիշտ է։ Ես ուզում եմ պապուս գյուղը ճշտեմ, գտնեմ։ Ասում եմ շատ բարի, բերեք, ասեք, սկսեք, ով է։ Ես Սողոմոն Թելերյանի թոռն եմ։ Ուսես Ոսը ճշտեցի, ուրեմն խոսքը ինչի մասին էր։ Բանում հանրագիտարանում սխալ է, որ Սողոմոն Թելերյանը ծնվել է, այսինքն ճիշտ տեղեկությունը սխալ բանով, հիմունքներով։ Սողոմոն Թելերյանը ծնվել է Բագարիչ գյուղում, ոչ թե քաղաքում։ Իսկ բանը նրանում է, որ Բագարիչ քաղաքը Դերջանում է, այսինքն Եփրատի ափին Եփրատի վերին հոսանքի ափին եւ ասենք այս Կարնո գավառում է։ Իսկ Բագարիչ գյուղերը վերին ներքին եւ միջին փուչուրի գյուղեր էին իրարից մի կիլոմետր հեռավորությամբ։ Երզնկայի տակ էին։ Երզնկայից մի քիչ հյուսիս։ Ու Թելերը ծնվել է Բագարիչ գյուղում, ոչ թե Բագարիչ ավանում։ Բագարիչ ավանը դա հայտնի Մեղյանաշատ, Բագինաշատ ավան էր, մեր Աշտիշատի նման բան էր, կենտրոններից մեկն էր բանի նախաքրիստոնեական։ Իսկ Բագարիչ գյուղը ընդամենը ընդ որում թուրքերն էլ, չգիտեմ դա ասել եմ թե չէ, պարզապես առոգանությամբ մեկ-մեկան հենց են աղավաղում, հա ասել եմ այդ Խառակոնիսը, Ղարագյունդուս, ոչ մի բան չեն հնարել։ Պարզապես աղավաղել են, որ ասենք ռուսը չի կարողանում ասի Պաղի, ասում է Պարիժ, ընդ որում почему-то Ռժ ոչ թե սաղաշվարի նման Զ։ Նույնն էլ թուրքը չի կարողանում արտասանի ընդամենը։ Այդ Բագարիչին այսօր 3 գյուղերն էլ միասին անվանում են Փեքերիչ։ Կաների հարց ավարտենք։ Հա։ Ներշայաց։ Ալեքս Մարտիրոսյան, հայրենաթարս Մղթարյան Սան Սուպազարի։ Ուրեմն, եթե մեկնենք այն բանից, որ Հայաստան որպես քաղաքագրթության օրրան եւ դուք ձեր դասախոսությունը սկսեցիք, որ դեղանուններու հսկա աղավաղում դա մասամբ կիդավորյալ, մասամբ անդարբերության հետևանք 70 տարի սովետը արած է իր բաժինը 35 տարի ասոնք են արել իմ հարցս
եթե ես կեդինը գդորմա աբագի գտնեմ, ես չեմ գնալ զանազանեմ, որ անի 3 քառատնոց ատամանտ է, թե բարձ աբագի է։ Ուրեմն մեկը պետք է թաստիարակվի եւ այդ է դարբերությունը դերցագին եւ ատամանտա կորձին։ Մենք ինչպես ծեր այս գլխի մեջ եղած հսկա ձովաձավալ գիտությունը մեր հաջորդ սերունդին մանկաբարձեն սկսած փոխանցում ենք։ Շնորհակալություն։ Իմիջիայլոց իմ համար հարց էր ու դրա պատասխանը դեռ չեմ ձևավորել լրիվ, բայց տեսեք դուք էլ մտածեք։ Ինչպես դարձավ, որ սովետական կրթությունը ստացած, այսինքն կոսմոպոլիտ, սովետական, հակաազգային, ապազգային կրթությունը ստացած սերունդը փայլուն հաղթանակ տարավ։ Իսկ անկախ պետության սերունդը, այսինքն դաստիարակություն, կրթություն եւ դաստիարակություն։ Սլավիկ Հարությունյան, Թոշակառու եմ։ Ես Սիսիանի Շաքի գյուղից եմ, էլի խնդրանքս։ Շաքի անունը որտեղից է։ Ուրեմն ասեմ, Շաքի անունը ըստ իս դա վարկած է։ Ես չեմ ապացուցել եւ ասենք չեմ առնչվել առայժմ դրա անհրաժեշտության հետ։ Իմ վարկածը հետեւյալն է. Շաքին դա Արշակի անվան մնացորդն է, որը աղբրա աղի սղման նման Արշակ արը սղվեց մնաց Շակ կամ Շակի Արշակի գյուղ։ Ինչու՞։ Որովհետև սկզբնական Շակին կամ Շակաշենը ուրեմն վկայված է մեծ Անանյա Շիրակացու ուրեմն աշխարհացույցում մեծ հայքի որպես ուտիքի գավառներից մեկը եւ գտնվում է Կուրի ափերին այսօրվա Գանձակից մի քիչ հյուսիս Գանձակի եւ Կուրի միջև եւ գիտական կոչված աշխարհը այդ Շակաշենը Սակերի հետ է կապում Սակ էթնո անվան հետ բայց բանն այն է ամենայն սենց աչքի զարնող ասենք բաներից մեկը, հա, անհամապատասխանություններից մեկը։ Հայերենը դա շատ այն հազվադեպ լեզուներից է, որ քը հնչյունը ունի։ Եվ սաքերը հայերենում սակեր դառնալ կամ շակեր դառնալ շատ դժվար պետք է որ դառնային։ Այդ նույն ձևի ոնց որ ծն ձ դարձավ էջմիածնի։ Այդ պարզապես էսպես բան։ Բայց ըստ իս ուրեմն անվան ստուգաբանությունը հետևյալն է Արշակաշեն, այսինքն Արշակ թագավորի շինված, շենացված գավառ։ Եվ սկզբնական Շաքին հյուսիսային Շաքին է, որը այսօր կներեք Ադրբեջանի կազմում է եւ էլի կոչվում է Շաքի։ Դուք այդ Շաքիից եք։ Սիսիանի Շաքիից եք։ Ահա։ Ես այդ երկու կապն եմ։ Այո։ Շաքի Շամախի։ Այդ Արշակ անվան մնացորդն է։ Ես փոքր լրացում, ես երևի ճիշտ չեմ, ես Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ հիշատակվում է մեր գյուղը Այլակ։ Ճիշտ է։ Հիմա միանգամից այսպես չեմ կարողանում, բայց միշտ նկատի ունեցեք յուրաքանչյուր հայկական գյուղ դա մեր պատմության դժբախտությունն է թե ինչ, շատ անգամ 10-ից ավելի տարբերակներ ունի անվան։ Ինչ որ ժամանակ այսպես է կոչվել, հետո այնպես, այսօր այսպես, եւ այլն։ Եվ շատ անգամ այսօրվանը մեր Հայաստանում, մեր այսպես ասած պետական տարածքում, այսօրվանը ամենաճիշտը չի եւ ամենահայկականը չի։ Շատ դեպքերում։ Կներեք, նորից որ 5000 տարուց ավել է մեր գյուղի պատմությունը, տեղանուներ կա եւ այնտեղ ես այդ մասը ուսումնասիրել եմ փոքր եւ գիտնականներին պատմության ինստիտուտի բան ասել եմ։ Ես ճիշտը իմանալու ես այդ ձև էի մտածեմ, որ մեր մոտից են տեղափոխվում մարդիկ Ադրբեջան, այսինքն այդ տարածքը ոչ թե դեից են եկել այդտեղ։ Այստեղ պետք է մտածել, պետք է բան անել։ Գիտեք ինչպես, ասենք
լավ նկատեցիք, գյուղը կոչվել էր Այլակ, ընդ որում, եթե չեմ սխալում, մինչև 19-րդ դարի մեջտեղները թե վերջերը, նոր հետո Շաքի անունը ստացավ։ Չէ, ավելի բանա 12-րդ դարից հետո այդ տանասկը, որտեղ մեր Հա, կարող է։ Դա Շաքի։ Փաստորեն Շաքին ձեր գյուղի վերաբերյալ երկրորդական անուն է։ Հա, երկրորդ անունը Իսկ Շակաշեն եւ այն Շաքին առնվազն կապվում է Արշակի հետ, այսինքն առնվազն առաջին դար է, հա, եթե չեմ սխալվում Արշակը։ հա, այդ ձև, Հա։ Ինձ թվում է դա է սկզբնականը։ Ու ընդ որում այս մի վտանգն էլ խնդրում եմ բոլորդ ուշադրություն դարձրեք։ Մեր մոտ շատ է դա գովելի բան է առհասարակ, երբ որ դու քո գյուղի, քո տարածքի, քո գավառի մասին լավ կարծիքի ես, գիտես, փորձում ես իմանալ, փորփրել եւ այլն, բայց մեր մոտ գավառականությունը մեստեչկով է ռուսերեն ասած, շատ խիստ է զարգացած։ Եթե հիշում եք, մեր տղաներին Ղարաբաղ են տանում, կրակում են այնտեղ։ Հիմա արդեն իսում են կրակում ձեր տղաներին։ Եթե հիշում եք, ախպեր, գյումրեցիկս, լեննականցիկս, ընդ որում էլի, այն ամենայն վառ կերպարները լեննականցիկ են։ Հա, այդ ինչ կապ ունի Գյումրիի հետ, այ ախպերս։ Այդ մոմենտները խնդրում եմ ուշադիր եղեք։ Պետք չէ նախանձել ասեմ կամ բան ասեմ, ասենք Շաքին, Շամախին, Բաքուն, Թավրիզը, Ստեփանակերտը, Երևանը, Վանը, Կոնստանդնուպոլսը, այդ բոլորը իմն է, մերն է։ Այդ մենք ենք բոլորը, այդ հայկականը։ Կապ չունի բացարձակ։ Ինչպես։ Հռոմը։ Ինչի ոչ։ Այո։ Հռանդեան, այո։ Հա, բասկերի, էտրուսկների տենց թեորիաները շատ են եւ ճիշտ են բնականաբար ըստիս։ Սիբիրն է։ Հալչունյա Մարն է, բժիշկ։ Ուրեմն ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը, չնայած շատ ծեծված հարց է, շատ են քննարկում դեմ կողմ կարծիքներ, բայց ձեր կարծիքն է ինձ ավելի շատ հետաքրքրում տվյալ պահին, արով եւ հայով մեր տեղանվանումները։ Ըստ որոշ կարծիքների մեր լեռնաշխարհի ամենավաղ անվանումները եղել են արով, Հարկ, Արարատյան երկիր, Արամանի եւ այլն, Արատտա եւ այլն։ Հայով անվանումները իբրև ավելի ուշ են առաջացել, ինչ կասեք սրա մասին։ Ես պետք է իմ էլի վարկածը ի պատասխան բերեմ ձեզ, գուցե եւ վիճելու առարկա դառնա, ասենք շատ լեզվաբանների հետ։ Արի մասին ինձ թվում է երկու կարծիք չկա անգամ, արը դա արևի արեգակի արարչի հետ կապված արմատն է։ Պարզապես այնտեղ, ասենք, գիտնական կա, որ ավելացնում է արեացի բառը, գիտնական կա, որ չի ավելացնում, հայերի հետ կապված, հա, իսկ հայի հետ հա կամ հայ, ուրեմն կամ Հայաստան կամ Հայք եւ այլն, հա, անունների հետ իմ անձնական կարծիքը հետեւյալն է։ Դրա, ուրեմն, ստուգաբանությունը էություն բառն է։ Հայերս աշխարհիս էությունն ենք։ Հայը էանա, շումերների այդ աստվածանվան մեջ դա մնացել է։ Ես այդպես եմ կարծում, էություն բառն է, այսինքն մարդկության էություն, տիեզերքի էություն, ամեն ինչի էություն, հա, հա, իմիջիալոց, այո, դոնոր ազգ ենք, հենց դրա համար էլ ասում եմ, մենք մոռանում ենք մեր հայրենիքիս մասին, դրա համար էլ շագրենի կաշի նման, ասում ենք, հալավ ոչինչ, հետո,
Բայց մյուս կողմից էլ այո, ճիշտ է, մենք ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունեցել ենք, ունենք եւ պիտի ունենանք։ Եվ դրանով է հենց պայմանավորված Հրեաստանի եւ հրեական փողերով անընդհատ սնվող հակահայկական այս ամբողջ համաշխարհային արշավանքները։ Ավարտենք երևի, հա, շնորհակալություն։ Հա։ Շատ շնորհակալություն, որովհետև իմ համար էլ շատ մեծ նշանակություն ունի, երբ որ քեզ կարող ես ինչ-որ մարդկանց հետ խոսել, որոնք որ ուզում են գոնե քեզ լսել։